Բիբարա փչանա, այդ բիբարի փող կտամ ես։ Նախընտրական քարոզարշավի ժամանակ Նիկոլ Փաշինյանը խոստացավ, որ ինքն է տալու փչացած պղպեղի գումարն այն բանից հետո, երբ պարզ դարձավ, որ Ռուսաստանը սահմանափակել է հայկական մի շարք ապրանքների արտահանումը։ ԿՊ-ն խոստացավ, որ կսուբսիդավորի ջերմոցատերերին, բայց փոխհատուցման մեթոդների մասին պարզ դարձավ միայն 3։ Կառավարությունը բարձրացրեց ակցիզային հարկը, ինչի հետևանքով թանկանալու են ծխախոտը, վառելիքն ու ալկոհոլը։ Կառավարության նման որոշումն ըստ տնտեսագետի միտված է հավաքագրելու խոստացված սուբսիդավորման գումարները։ Գյուղմթերքներ արտահանումներին հիմա պիտի աջակցի պետությունը եւ սուբսիդավորի, նաեւ Եվրոմիությունը 50 միլիոն եվրո խոստացել է օգնել, կարող է այդ գումարը բավարարի կամ բավարար չի կամ այդ 50 միլիոն եվրոն այլ նպատակների համար օգտագործի, բայց կարծում եմ, որ ուղղակի քանի որ հենց մոտարապես այդքան գումարներ է ծախսելու որպեսզի սուբսիդավորի բրենդի, գինու կամ ասենք մրգերի բանջարեղենների արտահանումները, հետեւաբար այդ գումարը հետ վերադարձնելու մեխանիզմ է։ Թանկացումից բացի հնարավոր է աճեն ապօրինի ներմուծման կամ կեղծ ակցիզային դրոշմանիշներով ապրանքների շրջանառությունը։ ՊԵԿ-ն արդեն արձանագրել է կեղծ ակցիզային դրոշմանիշերով ալկոհոլի եւ ծխախոտի դեպքեր։ Ստացվում է, որ կառավարությունն այլ քաղաքացիների հաշվին սուբսիդավորում է մյուս քաղաքացիներին։ Քաղաքական վերլուծաբանն ասում է, նպատակը սեփական իշխանության պահպանումն է։ Սա փաստացի պետական բյուջեն, այսինքն հարկատուների փողը շատ կոնկրետ կուսակցական քաղաքական նպատակներով ծախսելու մեխանիզմ է, այսինքն նախընտրական նպատակներով ստեղծվել է մի իրավիճակ, այդ թվում տնտեսության դաշտում, այդ թվում արտահանման դաշտում, եւ հիմա հարկատուների փողերով փակվելու է գինը, հաշիվը այդ իրավիճակի, որը պետք է ընդամենը մեկ քաղաքական ուժի, մեկ կուսակցության իշխանությունը պահպանելու համար։ Ըստ Բադալյանի, թոշակների բարձրացման մասին որոշումն է նույն տրամաբանության մեջ տեղավորվում։ Մինչդեռ տնտեսվարողների կրած վնասները փոխհատուցելու համար անհրաժեշտ էր առնվազն ապահովել ներդրումային միջավայր, տնտեսական մրցակցության ուժեղացում։ Հենց այս նպատակով Հայաստանը մայիսի 27-ին Համաշխարհային բանկից 170 միլիոն 300 հազար եվրո նոր վարկ է վերցրել։ Տրամաբանությունը հուշում է, որ եթե հարկային բեռի զանգվածային ավելացում կա, իսկ մենք տեսնում ենք, որ խոսքը մի շարք ապրանքատեսակների ակցիզի մասին է, ապա հարկային բեռի այդ ավելացումը անխուսափելիորեն ենթադրում է գնաճի ընդգրկուն ռիսկ։ Նոր վարկը 28 տարի մարման ժամկետով է տրամադրվել։ Այս ֆոնին կառավարությունը մի կողմից բարձրացնում է հարկային բեռը, մյուս կողմից նոր վարկային միջոցներ ներգրավում։ Իշխանությունը վստահեցնում է, դա անհրաժեշտ է տնտեսության կայունության պահպանման համար, իսկ քննադատները հակադարձում են, պետական միջոցներն օգտագործվում են ոչ թե երկարաժամկետ խնդիրներ լուծելու, այլ կարճաժամկետ սոցիալական եւ քաղաքական ազդեցություն ապահովելու նպատակով։ Պետությունը կարող ակցիզային հարկը բարձրացնել այն նպատակով, որ գումարներ կուտակի լոգիստիկ կենտրոններ ստեղծելու համար, որտեղ արդեն ակնհայտ է, որ Հայաստանը ագնտրանքային ճանապարհը պիտի զարգացնի, բացի Ռուսաստանի հակամարտարբերակից, մենք պիտի նաև ամեն մի վատ իրավիճակից օգուտ փորձենք քաղել, իսկ օգուտը այն է, որ մի կողմից պիտի ավելի շատ ուշադրություն դարձվի արտադրողների որակի վրա, արտադրողների սերտիֆիկացման վրա։ Միաժամանակ Ռուսաստանի Դաշնությունը շարունակում է սահմանափակել հայ արտահանողների մի շարք ապրանքանիշների արտահանումը։ Վերջինը բոլոր տեսակի կարանտինային ապրանքների արտահանման արգելքներ։ Մասնագետներն ասում են, փակ օղակի մեջ է հայտնվել իշխանությունը։ Խոստումներ է տվել, բայց չի կարողանում կատարել դրանք, ստիպված վարկ է վերցնում ու այդ վարկը փակելու համար բարձրացնում է հարկերը։ Հայաստանում տնտեսությունը գտնվում է շատ անառողջ վիճակում, կան ներդրումներ, երկիրը ըստ էության ստեղծող, արտադրող երկիր չէ, այլ առավելապես սպառող եւ սպասարկող ու ծառայություններ մատուցող տնտեսություն ունի։ Եվ միևնույն ժամանակ, ինչպես նշեցի, մեկ քաղաքական ուժի քաղաքական նկատառումներով ստեղծվել է իրավիճակ, որի հաշիվը հիմա փակելու են բոլոր հարկատուները։ Մինչ իշխանությունը փորձում է դուրս գալ իր ստեղծած լաբիրինթոսից, շուկայում ծաղկի ջերմոցատերերը ինքնարժեքից 2 անգամ էժան են վաճառում ծաղիկները։ Եվ ի վերջո պետական բյուջեն համալրվում է հարկատուների վճարած գումարներով եւ պետական պարտքի աճով ներգրաված միջոցներով։ Իսկ թե որքան արդյունավետ կծախսվեն այդ միջոցները եւ կլուծեն արդյոք արտահանողների խնդիրները, ցույց կտան առաջիկա ամիսները։ Սեդա Մակարյան, Նոնա Գևորգյան, ABC Media։